Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների վերադարձի օրակարգը համարում եմ վնասակար խաղաղության համար եւ ասցի նաեւ որ ընդհանրապես այդ թեման վերադարձների օրակարգ ներքին տեղահանվածների կամ մի մասը անվանում է փախստական, մյուս մասը ներքին տեղահանված այդ օրակարգը համարում եմ վտանգավոր, որովհետև դա նշանակում է հետ դառնալ կոնֆլիկտի նախնական պարամետրերին։ Ես ձեզ ընդամենը մի օրինակ եմ ուզում բերեմ, դա ցույց տալու համար, թե տրամաբանության որոշակի ինչպիսի խզումներ են երբեմն տեղի ունենում։ Երբեմն այդ թվում տարածաշրջանի կոմունիկացիաների քննարկումների տիրույթում եւ Հայաստանում եւ Ադրբեջանում հնչում են տեսակետներ, թե օրինակ երկու երկրների քաղաքացիները կարող են որոշակի հոգեբանական բարդություններ ունենալ միմյանց սահմանային եւ մաքսային ծառայությունների հետ առնչվելիս։ Եվ սա մենք ասում ենք լրջագույն դեմքով։ Ընդ որում սա հնչում է թե Հայաստանում, թե Ադրբեջանում։ Հետո խոսում ենք փախստականների վերադարձի մասին։ Այսինքն 5 րոպեան, 3 րոպեանոց կամ նույնիսկ 20 վայրկյանոց կոնտակտը համարում ենք պրոբլեմատիկ, բայց հետո Հայաստանում օրինակ ասում են, որ Նախճեվանից տեղահանվածները, Բաքվից, Սումգայիթից եւ այլն մնացած պետք է վերադառնալ, այսինքն ասում են, որ մաքսային սահմանապահի հետ 30 վայրկյան կոնտակտ այդ պրոբլեմա ոնց կլինի, չի կա, դա աներևակայելի է։ Ես այն չի համար եմ ուզում ցույց տամ, ինչի համար եմ սա ասում։ Ասում եմ ցույց տալու համար, որ այստեղ տրամաբանության խզում կա։